փոքրիկ դետալներով կարող եք ձեր օրը բարձր տրամադրությամբ լցնել իհարկե ջերմությամբ եւ այդ ուրախությունը պարգևել ձեր սիրելի մարդկանց, գործընկերներին, ընկերներին, ձեր շրջապատող մարդկանց, երբեմն անծանոթներին, ինչն էլ անում է օրինակ մեր այսօրվա առաջին հյուրը, անծանոթ մարդկանց մի քանի րոպեում նկարելով նրանց ժպիտ ու բարձր տրամադրություն է փոխանցում։ Բայց հասարակ նկարներ չեն, ֆանտաստիկ նկարներ են եւ ուրախություն պարգևող, խոսքը ծաղրանկարների մասին իհարկե, եւ ես էլ շտապում սիրով ներկայացնեմ մեր հյուրին, ով տաղավարում է, Կարինա Հերապետյանը մեր տաղավարում, ծաղրանկարչի բարի լույս։ Շատ ուրախ ենք ձեզ մեր տաղավարում տեսնել։ Ինձ միշտ հետաքրքիր է եղել, օրինակ ծաղրանկարչությամբ զբաղվող մարդիկ ինչն է պատճառը լինում։ Նախորդ, այսինքն դուք ոնց որ մենք փոքր ժամանակ միշտ ուզում ենք դառնանք օթաչու լավ չի ինչու՞մ ասում ենք լյոթչիկ եմ ուզում դառնալ, չէ՞, օրինակ, չգիտեմ, ուզում դառնամ մեկը ոստիկան, մյուսը ինչ-որ փրկարար։ Նույն կերպել ձեզ մոտ է եղել, որ դուք միշտ մտածել եք ու երազել եք դառնալ ծաղրանկարիչ, թե ընթացքում է փոխվում ուղղությունը։ Ճիշտն ասած, ծաղրանկարչությունը այդպես իմ գլխավոր մասը չի կազմում իմ նկարչության։ Ես նաև զբաղվում եմ գրքային նկարազարդումներով, որը հրաշալի է ստացվում ձեզ մոտ։ Շնորհակալություն։ Իսկ ծաղրանկարչությունը ընթացքում ստացվեց, սկզբում ուղղակի մարդկանց հետ ծանոթանալու միջոց էր, ճանապարհորդելու ընթացքում ինչ-որ իվենտների ժամանակ հետաքրքիր մարդկանց այդպես էի մարդկանց հետ այդպես էի ծանոթանում, հա, սկսում խոսել։ Ու ընդհանրապես միշտ սիրել եմ ինչ-որ կերպարների նկատել, առանձնացնել մարդու խարիզմատիկ ինչ-որ դիմագծերը ու դրանք ընդգծել ու այդպես ժամանակի ընթացքում Հիմա որ օրինակ ինձ նայում եք, ինձ ոնց եք դուք տեսնում։ Սենց ոնց որ կամ թե օրինակ ձեր աչքերում ես լրիվ ուրիշ պատկեր ունեմ։ Երևի ոնց որ կաք, բայց նկարելու ընթացքում արդեն սկսում եմ նկատել ինչ-որ խարիզմատիկ կերպարային։ Ընթացքում է գալիս այդ ամեն ինչը։ Շատ լավ, որ տարիքից սկսվեց այս ամենը, սերը, ուշադրությունը դեպի նկարչություն։ Նկարել սիրել եմ միշտ, չեմ հիշում երբվանից, բայց հենց կոնկրետ մարդկանց նկարելու, ես փոքրիկ ուրախ նկարները նկարելու սերը սկսվեց Թումոյում, հենց ինչ-որ միջոցառում էինք անում, երևի 13 տարեկան էի, ու այդ միջոցառման ժամանակ սկսեցի հյուրերին նկարել, ու տենց հետո արդեն Վարեմ-Մարեմում շարունակվեց այս նույն միտքը Գյումրիում, Վարեմ-Մարեմ արվեստանոցում, ու հիմա արդեն ես այստեղ սրճարաններում եմ նկարում մարդկանց։ Բացի սրճարաններից, երբ նկարում ու նվիրում եք այդ նկարները այդ մարդկանց, ինչպես ամենասկզբում նշեցի, հետաքրքիր արձագանքներ նաև ստանում նրանցից ու ծանոթանում այդ մարդկանց հետ, նաև նկարներից շատերը մնում են այն թղթապանակում, որում նկարում եք հենց։ Ինչ են լինում այդ նկարների եւ այդ մարդկանց հետ, որոնք տեղ են գտել այդ պանակում։ Պահում եմ ես իրենց որպես հիշողություն, ընկերներիս հետ եմ կիսվում, նայում եմ, կան մարդիկ երբեմն որ չեն էլ ընդունում նկարները, բայց ես չեմ տխրում, ինձ են մնում, նույնիսկ ուրախանում եմ։ Բայց այդքան բան մենակ ձեզ է մնում ու ընկերներն են դիտում։ Մենք երբ ենք տեսնելու մարդկությունը, այսինքն խոսքը գնաց դեպի ցուցահանդեսի ինչ-որ ցուցահանդեսի ուղղությամբ, այո, ցուցահանդեսներ երբ կարելի է սպասել Կարինեից։ Ճիշտ ասած ես չեմ պլանավորում, բայց շատ հետաքրքիր միտք տվեցիք, կարելի է հենց այդ մնացած նկարներից էլ հետաքրքիր ցուցահանդես կազմակերպել։ Այս տարի կարելի է մեր խորհրդի նպաստեցինք ցուցահանդեսի հաշվով աշխատել այդ ուղղությամբ, որպեսզի ունենալ ցուցահանդես, որտեղ իրականում այո, սիրելիներս, Կարինեի աշխատանքները շատ գեղեցիկ են, մեկը մեկից հետաքրքիր ու նաև գրքերի նկարազարդումները եւ ոչ միայն այնտեղ բացիկներ ես նկատեցի երեք ոնց որ բացիկների հետ կապված, այսինքն աշխատանքները շատ են։ Բեմական ձևավորման մասին չխոսեցինք, բեմական Գյումրու երիտասարդական թատերախմբի հետ եմ սկսել աշխատել, վերջերս նրանց 3 տիկնիկների գաղտնիքը ներկայացման համար բեմական ձևավորումը արեցի, հիմա նաև աշխատում ենք պիեսի վրա, նրանց համար պիես եմ գրում, որ բեմադրենք, հիանալի է, բազմատաղանդ Կարինեն։ Այո, սիրում եմ։ Համել բեմ ես զարդարում, այսինքն բեմի ձևավորումը քոնն է։ Այո։ Բեմանկարչությունն է։ Բեմանկարչություն։ Բեմանկարչության մասն է, այսինքն։ Եվ դրա հետ մեկտեղ նաև նկարչություն, ծաղրանկար, ոնց ենք հասցնում այս ամենը։ Փորձում ենք ճիշտ օգտագործել ժամանակը։ Ընտանիք ունեք, կներեք։ Այո։ Ընտանիք էլ կա, իսկ մենք չենք հասցնում երեխաների հետ միտեղ գնալ։ Ընտանիք
Հասկացա։ Դրա համար տարածությունը մի քիչ ուրիշ կողմ։ Մեզ այսօր ինչ անակնկալ ունեք դուք։ Այսօր ձեզ նկարելու եմ։ Ծաղրանկար։ Այո, իհարկե։ Բավարար մենք էլ չընդունենք։ Կմնա ցուցահանդեսի համար։ Կմնա ցուցահանդեսի համար։ Մեր հարցն ամենահետաքրքիր տարբերակը եւ ամենաօրիգինալ եւ մարդիկ արձագանքել են իրենց ծաղրանկարներին, դրական արձագանքները, որն է եղել, որ ամենատպավորիչն է եղել այս ընթացքում։ Ամենատպավորիչը։ Հա, հիշում եմ, գնացքում մի պապիկի էի նկարում, ճիշտ ասած, պապիկներին նվիրելուց միշտ վախենում եմ, որովհետև փորձ եմ ունեցել, երբ շատ նեղացել են, որ ինձ ծաղրանկարել եմ, բայց այս պապիկը այնքան ուրախացավ, սկսեց հետս ռուսերեն, անգլերեն, հայերեն, տենց տարբեր լեզուներով խոսել, պատմել իր զգացմունքների մասին, որ շատ հավես էր, բայց տենց ամենահաճելին էր, որ չէի սպասում, որ դուրը կգա։ Ճամփորդությունների ընթացքում եւս օգնում է ամենասկզբում, ինչպես նշեցիք, ինչն է օգնում մարդկանց նկարելու։ Արդյոք մարդիկ են ճամփորդություններից հետո մնում, թե նաեւ այն տեսարժան վայրերը, որտեղ այցելում եք, այն ճարտարապետական կոթողները, որը տեսնում եք։ Անպայման։ Ճանապարհորդելիս անպայման միշտ մի sketchbook մոտս ունենում եմ, որտեղ յուրաքանչյուրինց հետաքրքրող բան փորձում եմ արձանագրել։ Իսկ ամեն երկրի համար առանձին են sketchbook-երը։ Այո։ Ինձ նաև հետաքրքիր նկարների ճակատագիրը։ Եթե օրինակ հիմա մեզ նկարեն, ես դեռ մեր նկարների բանում եմ, էլի։ Ուզում ես հասկանալ ու պետք է։ Չէ, մեզ չեք նվիրելու մեր նկարները։ Իհարկե նվիրելու եմ։ Բայց ձեզ մոտ այդպես նկար չի մնում։ Այսինքն ովքեր չեն հավանում, նույնը կրկնօրինակում եք, այսինքն նույնիսկ մի հատ։ Չէ, ձեր նկարները չի մնում, բայց ես բացի այդ դիվանեկարներից լիքը ուրիշ նկարներ եմ անում, որոնք մնում են իմ մոտ։ Ես ունեմ առաջարկ։ Ինչ առաջ։ Մեր հեռուստադիտողներին հենց հիմա, որոնց նկարել է այս ընթացքում Կարինեն, հենց լսեք, որ Կարինեն բացում է ցուցահանդես, մենք էլ անպայման կպատմենք մեր եթերից դրա մասին։ Ձեր նկարներով եկեք այդ ցուցահանդեսին։ Օրինակ, ես ու դու մեր նկարներով կգնանք ցուցահանդեսին։ Շատ, հա։ Մենք խոստանում ենք, որ մեր նկարներով կգանք։ Շատ հաճելի է, շատ ուրախ եմ։ Այսպես կբռնենք, կկանգնենք 30 րոպե, հետո կգնանք, որովհետև ամեն մարդ իր ցուցափեղկներին։ Գանք ցույց կտանք մի 30 րոպե, գնանք, բա որ հետո նկարները հավանին, հետո զեն, չենք տա։ Բայց լավ միտքերի դեպ։ Հետաքրքիր կլինի, չէ՞։ Կարող ենք օրեր ֆիքսենք, երբ է լինելու ցուցահանդեսը։ Մի 3 ամիս կամ աշնան սկիզբ։ Փորձենք ֆիքսել 3 ամսից։ Սեպտեմբերի վերջ։ Շատ լավ։ Հա, սեպտեմբերի 30։ Փորձենք։ Ոհո, այդպես միանգամից ֆիքսենք։ Բա իհարկե։ Հիմա մնում է տեղը շատ արագ ֆիքսել, որտեղ զբաղված են լինում շատ այսպես սրահներ, սրահների հարցով դուք զբաղվեք։ Եթե չէ, եթերից հետո կգանք դա էլ կանենք։ Սեպտեմբերի 30-ի ժամը էական չի 3 օր գոնե 4 օր է։ Հոկտեմբերի 5։ Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 5-ը հենց նոր պլանավորված ցուցահանդեսի շրջանակներում սրահի մասին էլ կասենք, նատ ֆիքսինգ տեսնենք սրահը որտեղ է լինելու, բայց նաև այն մարդկանց եւս մեկ անգամ կոչ ենք անում, ձեր նկարները անպայման պետք է բերեք։ Եվ մի կարևոր բան եկեք ֆիքսենք, սա ապրիլի 1-յան կատակ չէ, սիրելի հեռուստադիտողներ։ Իզուր ասեցիր։ Հետո որ հանկարծ չտասվեր, կասենք դե մենք կատակում ենք սեպտեմբերի 30-ին չէ, հոկտեմբերի 30-ին։ Եթե հիմա հանկարծ ասեցի, որ հետո էլ հետաձգումներ չլինեն։ Կարինե, մենք գիտենք, որ այո դուք այսպես մեզ անակնկալներով եք եկել ու մենք էլ ձեզ համար հատուկ անկյուն ենք պատրաստել, մեր շատ սիրելի անկյուններից մեկը, որ այս բանը առաջարկում ենք արդեն ձեզ։ Կուզեք ես ձեզ ուղեկցեմ։ Եկեք ձեզ ուղեկցեմ։ Եվ այդ անկյունը ոչ, ես կշարունակեմ շփվել մեր հեռուստադիտողների հետ, ասելով որ այդ անկյունում իհարկե շատ գեղեցիկ, յուրահատուկ զրույցներ են լինում, բայց այս անգամ Կարինեն նկարելու է։ Ու վստահ ենք այդ գույները մնալու են անկյունում։ Բացառիկ դեպք է դեպ ասեմ նաև մեզ համար, որովհետև մենք այդ անկյունում, այո, ինչպես Մանեն նշեց, մենք միշտ հարցազրույցներ ենք անում, բայց այսօր այդ կարևոր անկյունը վստահելու ենք ձեզ, որպեսզի դուք այնտեղից սկսեք աշխատել։ Եկեք ես ձեզ ուղեկցեմ։ Իսկ կարող ենք լավ երաժշտություն լսենք։ Իհարկե, մինչ դուք կտեղավորվեք այդտեղ, ես էլ հեռուստադիտողներին ասեմ, միասին լսենք երաժշտություն ու վերադառնանք։ Ես գնամ Մանեի մենակ չթողնեմ։ Ու մենք վերադարձանք տաղավար, հիշում եք, չէ՞, մեր տաղանդավոր նկարչուհին Կարինեն մեր ֆանտաստիկ անկյունում շարունակում էր ստեղծագործել այս ամբողջ ընթացքում մենք ձեզ ներկայացրեցինք խոհանոցը, մենք աշխատեցինք, տեսանյութեր, նույնիսկ մեր գործընկերներին, նա էլ այնտեղ էր նստած ու աշխատում եւ կարծես թե արդեն նրա աշխատանքը ստեղծագործության վերջը մոտեցավ իր ավարտին։ Ես անհամբեր եմ հիմա ու սպասում եմ Կարինե, մեր նկարներով։ ավարտել եք, ճիշտ հասկացանք։
Լավն է սրում։ Շատ գեղեցիկ է։ Շատ ուրախ եմ, որ հավանեցիք։ Շատ շնորհակալություն այս հետաքրքիր անակնկալի համար։ Իսկ դժվար չէր, որ մենք անընդհատ զրուցում էինք, դուրս էինք գալիս, շարժվում էինք։ Ես ճիշտ ասած սովոր եմ շատ շարժումներով նկարելուն, որովհետև դրսում երբ նկարում եմ, մարդիկ չգիտեն, որ իրենց նկարում եմ, անընդհատ շարժվում են։ Այդքան էլ դժվար չէ։ Շարժվելուց կարծես տարբեր անկյուններից ես տեսնում։ ամեն անկյուններից։ Ես նկատի ունեի շարժվել, որ մենք գնացինք, լուրերն էինք դիտում, հետո վերադարձանք, հետո հյուրերի հետ էինք շփվում։ Որ Կարինեն այսպես համեստությամբ շատ համեստ, սպասեց, համբերատար, որ մենք լուրերից հետո գնացինք, հյուրերի հետ շփվեցինք, թարմացվեց նաև մեր տեսքը, մեր գործընկերները, դիմահարդարները, վարսարդարները։ Հետո վերադարձանք հյուրերի հետ, այսպես տեխնիկական լիքը հարցեր կարեց, նա համբերատար, այսպես են անկյունում, սպասեց, վերջացրեց իր աշխատանքը։ Շատ գեղեցիկ է ստացվել, շատ շնորհակալություն։ Մենք ենք շնորհակալ։ Մենք անպայման կվերցնենք մեր նկարները։ Մենք կվերցնենք անպայման։ Եվ ցուցահանդեսին անպայման կներկայանանք նկարներով, ինչն էլ խորհուրդ ենք տվել մեր հեռուստադիտողներին, իսկ ես չեմ մոռացել, որ մենք բոլորով հանդիպելու ենք սեպտեմբերի 30-ին, տեղն ու ժամը հետո կասի Կարինեն, մենք էլ կպատմենք դրա մասին։ Բայց ինչ խնդիր կա, որ սեպտեմբերի 30-ին չի կարող լինել ցուցահանդես։ Ես արդեն սկսել եմ մտածել այդ ուղղությամբ։ Պլանավորումներ։ Ես առաջարկում եմ այս ընթացքում միասին վայելենք մեր սուրճը եւ լսենք լավ երաժշտություն։ Եվ ավելի այսպես մոտիկից ծանոթանանք մեզ հետ։ Ծաղրանկարներին ծանոթանանք։ Լավ երաժշտություն, շնորհակալություն Կարինեն, շատ քեզ լավ օր ենք մաղթում։ Իսկ մենք մնացեք մեզ հետ, մենք դեռ շատ բան ունենք անելու մինչև ժամը 11:30։